Եվ այսպես Թուրքիայի համար եւ Հայաստանը եւ Ռուսաստանը շարունակում են ընկալվել որպես թշնամի։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն հասցրեցինք ձեզ ներկայացնել, վերջին տվյալների համաձայն Նիկոլ Փաշինյանի կողմից թուրք լրագրողների հետ կազմակերպված այս մեդիա տուրը արժեցել է Հայաստանի պետական բյուջեին 7.5 միլիոն դրամ։ Մի շարք հարցեր են առաջանում այս մեդիա տուրի հետ կապված, եկեք փորձենք ամենատրամաբանական հարցերը։ Նախ ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց որոշակի առումով հաշվետվություն ներկայացնել հենց թուրք լրագրողներին եւ արձանագրենք նաեւ հետեւյալը, նա թուրք լրագրողներին հրավիրել էր Հայաստան հենց այն պահին, երբ որ առաջացել էր անհրաժեշտություն, հայտարարել, որ հայկական կողմը ընդունել է պաշտոնական Բաքվից եկող պահանջները, այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի վերաբերյալ։ Իսկապես տպավորություն կարող է ստեղծվել, որ մենք որոշակի հաշվետվություն էինք ներկայացնում թուրքական կողմին։ Եվ երկրորդը, տեսեք, պարզ մարդկային նաև տրամաբանությունը եւ կառավարման համակարգի նաև տրամաբանությունը պետք է հուշեր, որ դու թուրքական կողմի հետ պետք է որոշակի պայմանավորվածությունների գայր, դու պետք է ֆիքսեիր քեզ համար կարևոր կարմիր գծերը, այսինքն ինչ չէին կարող ասել թուրք լրագրողները իրենց ռեպորտաժներում, իրենց հոդվածներում, Քավլիցի ոչ ոք չի ասում, որ տոտալ վերահսկողություն պետք է իրականացվեր նյութերի հանդեպ, բայց դրա հետ մեկտեղ վիրավորական կամ հստակ ապատեղեկատվություն չպետք է տեղ գտներ թուրքական կողմի ներկայացուցիչների ռեպորտաժներում, հոդվածներում, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, Անին արդեն ներկայացրեց, որ թուրքական CNN Թուրքի խմբագիրը Հայաստանում բավականին հետաքրքիր ռեպորտաժ ներկայացրեց, ռեպորտաժ, որում մի թիվս այլնի ասում էր, որ իրանական մսկիթը, դա թուրքական մսկիթ է, ընդհանրապես Երևանն էր, երևի հինավուրց թուրքական քաղաք է, դեռ 301 թվականից թուրքական քաղաք է, ել չենք խոսում վիրավորանքների եւ այլնի մասին։ Պարզապես այստեղ կրկին ասենք, արձանագրենք հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեին հնարավորություն սրա վերաբերյալ թուրքական կողմի հետ խոսել, բայց իրենք ինչպես եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում պարզապես ինչ որ բաներ կատարում են, չմտածելով հետագա հետևանքների մասին։ Արձանագրենք նաև հետեւյալը, այդ ռեպորտաժները, երբ որ դու բովանդակային առումով ուսումնասիրում ես, իսկապես դիտեք անի վերջին հաղորդումը, վերջին թողարկումը իրական Թուրքիա, այնտեղ բավականին մանրամասն սրա վերաբերյալ անդրադարձներ կա, դու հասկանում ես մի շատ պարզ բան, Թուրքիայի համար գլոբալ ոչինչ էլ չի փոխվել։ Մենք իրենց համար ոնց եղել ենք թշնամի, այդպես էլ շարունակում ենք մնալ թշնամի, բայց եւս մի կարևոր հանգամանք կար, հարգելի հեռուստադիտողներ։ Մենք շատ էինք տարված քննարկումներով, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, շատ էինք քննարկում այդ թուրք լրագրողների այցը Հայաստանի Հանրապետություն, բայց Թուրքիայում այդ օրերին եւս մի քանի հետաքրքիր միջադեպեր տեղի ունեցան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական հայտարարությունը տարածեց եւ իրենք արձանագրեցին հետեւյալը, որ չեն ճանաչում Ղրիմի իրենց ձևակերպման բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց դրա մասին, բոլոր առաջատար թուրքական լրատվամիջոցները, պետական Անադոլուից վերջացրած այսպես կոչված ընդդիմադիր լրատվամիջոցներ, բոլորը անդրադարձել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությանը, ավելին իրենք նաև վերլուծություններ էին ներկայացնում, որոնց տրամաբանությունը հետևյալն էր, որ Անկարայի շահերից է բխում, որ Կրիմը դառնա կրկին Ուկրաինայի մաս, Ղրիմը վերադառնա Ուկրաինայի վերահսկողության ներքո։ Արձանագրենք հետևյալը, սա իսկապես չափազանց հետաքրքիր իրողություն է, երբ ռուսական կողմը ըստ ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների գալիս է պայմանավորվածության նույնիսկ Դոնալդ Տրամփի հետ Ղրիմի ռուսական լինելու վերաբերյալ, կրկին ասենք սրա վերաբերյալ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Պուտին-Տրամփ բանակցությունների շրջանակներում կողմերը կարող են համաձայնվել, որ Ղրիմը եւ մնացած այլ տարածքները, որոնք պատերազմի ընթացքում միացել են Ռուսաստանին, իրենք այլևս ռուսական տարածքներ են։ Այսինքն տեսեք, ռուսները ավելի հեշտ եւ ավելի արագ են գալիս պայմանավորվածության ամերիկացիների հետ, որոնք այս պատերազմի հիմնական հովանավորն են, քան թուրքական կողմի հետ։ Ընդհանրապես պետք է հասկանալ, իսկ թուրքերը մտադրություն ունեն ինչ որ հարցի վերաբերյալ գալ ռուսական կողմի հետ կամ հայկական կողմի հետ պայմանավորվածությունների եւ կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները։
այլ հավասար պայմաններում, Հայաստանում այլ որակի իշխանության պայմաններում սա մեզ համար իսկապես պատմական հնարավորությունների պատուհան կարող էր բացել։ Մենք կարող ենք փորձել վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնց շնորհիվ երկար տարիներ Երևան-Մոսկվա այս համագործակցության շրջանակներում մեզ հաջողվում էր զսպել Թուրքիային, երբ որ Թուրքիան զուսպ էր նաև Ադրբեջանը, չկային պատերազմական գործողություններ, չկային կորուստներ։ Հիմա եթե մենք փորձենք այլ որակի իշխանության պայմաններում վերականգնենք Երևան-Մոսկվա այս համագործակցությունը, ռազմավարական այս դաշնակցային հարաբերությունները առնվազն հնարավորություն կլինի վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ բանակցություններին, ինչը որոշակի երաշխիքների պարագայում հնարավոր է հնարավորություն տա արցախահայերին վերադառնալ Արցախ։ Տրամաբանական է նաև, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ներառված այլ հարցերի վերաբերյալ մենք եւս կարող ենք բանակցային որոշակի գործընթաց նախաձեռնել, բայց կրկին ասենք, անհնար է խոսել այս ամենի մասին մի իրավիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ թուրք լրագրողների հետ, այս պայմաններում ոնց մենք կարող ենք խոսել այն մասին, որ իրենք Թուրքիայի կառավարության կամ Ադրբեջանի կառավարության հետ ինչ որ պայմանների վերաբերյալ կգան համաձայնության, բայց նաև արձանագրենք հետևյալը, հերթական անգամ արձանագրենք սա շատ կարևոր է, որ այս կարծիքը դառնա դոմինանտային մեր հասարակության շրջանում։ Նիկոլ Փաշինյանը շատ մտածված է այս քայլերին գնում, որովհետև միայն այն պայմաններում, եթե նրան հաջողվի Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհին, նա անձնական անվտանգության երաշխիքներ կստանա եւ կստանա հնարավորություն շարունակել իր քաղաքական գործունեությունը։ Այստեղ ուղղակի մենք ինքներս մեզ հարց պետք է տանք. արդյոք արժի սրա համար սկզբից մատաղանել Արցախը, հետո էլ մատաղանել Հայաստանի Հանրապետությունը։ Մտածեք այդ մասին։